Բարև ձեզ։ Մենք արդեն սովորել ենք լուծել շարժման խնդիրներ, հասկացել ենք, թե ինչու կան շարժման բանաձևերը, թե որտեղ են դրանք աշխատում, իսկ որտեղ չեն աշխատում, եւ ինչպես պետք է տեղադրենք չափման միավորները, որպեսզի ամեն ինչ ճիշտ ստանանք, բայց միևնույնն է, իմանալով այս բանաձևերը, կան շատեր, ովքեր չեն կարողանում բարդ շարժման խնդիրներ լուծել։ Ինչու՞, որովհետեւ միայն բանաձևերը իմանալ բավարար չէ։ Բացի իմանալը բանաձևերը, պետք է կարողանալ հստակ որոշել արագությունը, ճանապարհը եւ ժամանակը։ Այդ մասին էլ կխոսենք այսօրվա դասին։ Նախ սկսենք մի պարզ խնդրից, որը վստահ եմ բոլորդ կարող եք լուծել։ Խնդիրը պահանջում է մեզնից գտնել, թե քանի րոպեում 540 մետր ճանապարհը կանցնի 3 մետր վարկյան արագությամբ վազող մարդը։ Դե, տեսնում ենք, որ արդեն չափման միավորները համընկնում են մետր եւ մետր վարկյան։ Տեսնում ենք, որ հավասարաչափ շարժում է, ուղղակի կարող ենք 540-ը բաժանել 3-ի, կստանանք 180 վայրկյան։ 180 վայրկյանն էլ պետք է վերածենք րոպեի, որովհետև մեզնից րոպեով է պահանջում խնդիրը տալ պատասխանը ու կստանանք 3 րոպե։ Ահա այսպիսի խնդիրները լուծելիս բացարձակ խնդիր չունենք։ Մենք ուղղակի գիտենք բանաձևը, ճիշտ այն օգտագործում ենք եւ խնդիրը լուծվում է։ Բայց երբեմն ունենում ենք խնդիրներ, որոնք ուղղակի բանաձևը դնելով լուծել չի ստացվի։ Օրինակ, այդպիսին է մեր երկրորդ խնդիրը։ Այստեղ ունենք իրարից 96 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու քաղաք, որոնցից մեկից A-ից դուրս է եկել հեծանվորդը 16 կմ/ժ արագությամբ եւ B-ից էլ դուրս է եկել հեծանվորդին ընդառաջ հետիոտնը 4 կմ/ժ արագությամբ։ Եվ հեծանվորդը անցել է ճանապարհի կեսը, հիշել է, որ մոռացել է պայուսակը, շրջվել ու վերադարձել է A քաղաք, վերցրել պայուսակը ու անմիջապես շարժվել դեպի B քաղաք։ Մեզնից պահանջում է գտնել, թե իրարից ինչ հեռավորության վրա կլինեն հետիոտնը ու հեծանվորդը, երբ հետիոտնը անցնի 40 կմ ճանապարհ։ Այստեղ տեսնում ենք, որ ոչ մի հստակ տրված ճանապարհ, որից կարող են գտնել ժամանակ, ոչ մի հստակ ժամանակ, որից կարող են գտնել արագություն, ոչինչ չկա, ինչ որ գործողություն, որ անմիջապես մտքներից գալիս է, որ անենք ու խնդիրը կլուծվի, կամ թեկուզ երկու գործողություն։ Ընդ որում, երբ խնդիրը մենք լուծենք, կտեսնենք, որ շատ գործողություններ են արել ընթացքում, մինչև պատասխանը գտել ենք։ Բայց ինչպես գտնենք պատասխանը, ինչպես հասկանանք, թե ինչ գործողություններ պետք է անենք։ Դրա համար փորձենք այդ ամենը նախ պատկերացնել պատկերավոր, ինչ որ նկարների, գծագրերի միջոցով։ Սկսենք պարզ գծագրից։ Ունենք A եւ B քաղաքներ, որոնց հեռավորությունը 56 կիլոմետր է, եւ A քաղաքից դուրս է եկել հեծանվորդը, B քաղաքից դուրս է եկել հետիոտնը ու նրանք շարժվել են իրար ընդառաջ 16 կմ/ժ եւ 4 կմ/ժ արագություններով։ Այն ամենը, ինչ գրված էր խնդրի տեքստում, մենք պատկերեցինք այս գծագրի վրա։ Եվ շարժումը սկսենք պատկերացնել։ Հեծանվորդը արագ եկել է, ճանապարհի կեսն անցել, հետ գնացել, վերցրել պայուսակը ու կանգնել է այն պահին, կամ ավելի ճիշտ մենք ենք կանգնեցրել պահային ժամանակ, երբ մեր հետիոտնը արդեն 40 կմ անցել էր։ Ու մեզնից պահանջում է գտնել, թե ինչ հեռավորության վրա են իրարից այս պահին հետիոտնն ու հեծանվորդը։ Բայց այս գծագիրը բավարար չէ խնդիրը ամբողջությամբ լուծելու համար, հա։ Այստեղ մենք բավական շատ փաստեր ենք բաց թողել ու այժմ արդեն ոչ թե պատկերներով, այլ սխեմատիկ կգծենք այն ամենը, ինչ տեսանք վերևի գծագրում, բայց արդեն բոլոր գործողությունների համար հիմք հանդիսացող գծագրում, որտեղ ամեն ինչ բաց կլինի, հա, թե ինչու ենք որ գործողությունը անում։ Սկսենք սկզբից։ Ունենք հեծանվորդին ու հետիոտնին, որոնք շարժվում են իրար ընդառաջ։ Դե գիտենք, որ սկզբում հեծանվորդը անցել էր ճանապարհի կեսը, այսինքն 48 կիլոմետր։ Գծենք դա։ Ահա։ Ինչքան ժամանակում հեծանվորդը կանցնել է այս 48 կիլոմետրը։ Փորձենք դա գտնել։ Դրա համար 48-ը բաժանենք 16-ի ու կստանանք 3 ժամում։ Ահա, այստեղ մենք գծագրի միջոցով հասկացանք, թե ինչ գործողություն պետք է անենք առաջինը։ 48-ը պետք է բաժանենք 16-ի։ Շատ լավ։ Գտանք, որ 3 ժամ է տևել հեծանվորդի առաջին գործողությունը։ Իսկ այդ ընթացքում ինչ էր անում հետիոտնը։ Հետիոտնը 4 կմ/ժ արագությամբ քայլում էր, չէ՞։ Ու 3 ժամում կանցներ 12 կիլոմետր ճանապարհ։ Պատկերենք դա։ Սա էլ հետիոտնի անցած 12 կիլոմետրն է։ Շատ լավ, առաջին պահը պատկերացինք ու եկեք այս պահը իրար կապենք, հա։ Համաժամանակ պահերը, այն պահերը, որոնք իրար հետ ժամանակային համընկնում են, թե հետիոտնի, թե հեծանվորդի մոտ, կապենք իրար ահա այսպիսի գծագրի միջոցով, հա։ Այս պահին 3 ժամ անց սկզբից նրանք իրարից 36 կիլոմետր հեռավորության վրա են։ Մենք 96-ից հանեցինք
48 կիլոմետր ձախից, 12 կիլոմետր աջից ու ստացանք 36 կիլոմետր հեռավորություն։ Եվ սա եղել է շարժման սկզբից 3 ժամ անց։ Դրանից հետո հեծանվորդը շրջվել է, որ վերադառնա A քաղաք ու վերցնի պայուսակ։ Նա կրկին անցել է 48 կիլոմետր, այսինքն կրկին ծախսել է 3 ժամ եւ այդ ընթացքում հետիոտնը կրկին անցած կլինի 12 կիլոմետր։ Դե դա էլ գծենք մեր գծագրի վրա։ Շատ լավ։ Եվս 3 ժամ անցել է եւ այս պահը նույնպես փորձենք նշել որպես համաժամանակ պահեր, հա։ Այն պահին, երբ A էր հասել երկրորդ անգամ հեծանվորդը, նրանք իրարից 72 կիլոմետրի վրա էին, որովհետև 24 կիլոմետր անցել էր հեծյոտնը։ Շատ լավ, այս պահն էլ պատկերացինք, իսկ հիմա հասկանանք, թե ինչ ա եղել դրանից հետո։ Դրանից հետո մեր հեծյոտնը քայլելու էր այնքան, մինչև անցած չլներ 40 կիլոմետր։ Իսկ որքան է դա։ Դե նկատենք, որ նա արդեն 24 կիլոմետր անցել է, այսինքն նրան մնացել է անցնելու 40-ից հանած 24, 16 կիլոմետր։ Այսինքն հաջորդ պահը, որ մենք դիտարկելու ենք, լինելու է այն պահը, երբ հեծյոտնը եւս 16 կիլոմետր կանցնի, իսկ դա լինելու է 4 ժամ անց։ 6 ժամ արդեն անցել էր, եւս 4 ժամից մենք արդեն պետք է գտնենք հեծանվորդի ու հեծյոտնի հեռավորությունը։ Բայց դրա համար նախ գտնենք, թե ինչ հեռավորության վրա կլինի հեծյոտնը A քաղաքից։ Եթե նա անցել է 40 կիլոմետր B-ից, իսկ հեռավորությունը 96 էր, 96-ից հանելով 40 կստանանք, որ 56 կիլոմետր հեռավորության վրա է հեծյոտնը A քաղաքից։ Ու տեսնենք, թե ինչ կանի հեծանվորդը այդ 4 ժամվա ընթացքում։ Հիշենք, որ մեր վերջին գործողության արդյունքում հեծանվորդը հետ էր վերադարձել A քաղաք եւ այժմ A քաղաքից պետք է 4 ժամ շարժվի դեպի B։ Ու քանի որ հեծանվորդը շարժվում է 16 կմ/ժ արագությամբ, նա այդ 4 ժամում կանցնի 64 կիլոմետր։ Պատկերենք դա գծագրի վրա, ու այժմ մնում է գտնել հեռավորությունը։ Թե ինչ է պետք անել դրա համար։ Դրա համար պետք է 64-ից անել 56, որովհետև A քաղաքից 64 կիլոմետրի վրա հեծանվորդն է, 56 կիլոմետրի վրա հեծյոտնը։ Ու տարբերությունը տալիս է 8 կիլոմետր։ Դե հեծանվորդը A-ից ավելի հեռու է, ինչպես հասկանում ենք, սա էլ 10 ժամ անց պահն է։ Մենք գծեցինք 3, 6 եւ 10 ժամ անց պահերը, արդյունքում լուծեցինք խնդիրը։ Ու տեսնեք, թե քանի գործողություն ենք արել։ Այստեղ միայն կարելի է ուղղակի, եթե գործողություն հաշվենք, մի 10 գործողություն հաշվել ու առանց գծագրի, մտովի անելով այս ամենը, շատ բարդ կլիներ կամ նույնիսկ կարելի ասել անհնար։ Դրա համար պետք է սովորել գծել գծագրեր, թե վերևի գծագրի նման ընդհանուր պատկերացնելու համար իրավիճակը, թե ներքևի գծագրի նման, որպեսզի հստակ վրա նշենք բոլոր գործողությունները, թե որից հետո ինչն է տեղի ունեցել, իրար միացնենք նույն պահին գտնվող դիրքերը, հա, ինչպես այստեղ միացրեցինք 3 ժամ անց, 6 ժամ անց եւ 10 ժամ անց դիրքերը հեծյոտնի եւ հեծանվորդի, ու այդ ամենը կօգնի մեզ խնդիրը լուծելիս։ Դե այն ամենը, ինչ անելու ենք ընթացքում, վերաբերվելու է հենց գծագրեր գծելուն, բայց պարզվում է, որ այս գծագրեր գծելը երբեմն կարելի է փոխարինել ավելի հեշտ գործողություններով, ինչից էլ կխոսենք։ Նախ խոսենք նրանից, թե ինչպես կարող են գծագրերը օգնել մեզ հստակ որոշելու համար արագությունը։ Թվում է, թե ինչ կա արագությունը որոշելու մեջ, չէ՞։ Չէ՞ որ եթե մեզ տրված է արագությունը, ուղղակի գիտենք այն, իսկ եթե տրված չի արագությունը, մենք պետք է փորձենք այն գտնել ճանապարհի եւ ժամանակի միջոցով, բայց երբեմն կան պահեր, երբ արագությունը հստակ չէ։ Դրա օրինակ է այսպիսի իրավիճակը։ Երկու հոգի քայլում են փողոցով, դե թողնեն տղամարդու կինը քայլում է տղամարդու հետևից եւ մենք գիտենք, որ կինը քայլում է 5 կմ/ժ արագությամբ, իսկ տղամարդը 3 կմ/ժ արագությամբ, ու մենք պետք է գտնենք, թե ինչ արագությամբ է կինը մոտենում տղամարդուն։ Դե որ մոտենում է դա պարզ է, չէ՞, նա ավելի արագ է եւ քայլում է տղամարդու հետևից, ինչ որ մի պահի հասնելու է։ Բայց ինչ արագությամբ է նա մոտենում, երբ նա կհասնի տղամարդուն։ Դժվար խնդիր, բայց այն այդքան դժվար չէ, երբ օգտվում են գծագրերից։ Դրա համար եկեք պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում։ Եկեք տեսնենք, թե ինչ կլինի 1 ժամ անց։ 1 ժամ անց կինը կանցնի 5 կիլոմետր, իսկ տղամարդը 3 կիլոմետր։ Եկեք այս տղամարդու անցած 3 կիլոմետրը բերենք կնոջ անցած 5 կիլոմետրի մոտ, այսինքն կինը կանցած կլինի այդ 3 կիլոմետրը եւ եւս 2 կիլոմետր։ Ու եթե մենք սկզբնական հեռավորությունը կնոջ ու եւ տղամարդու միջև վերցնենք ու 3 կիլոմետրով տեղափոխենք աջ, ապա տղամարդը այո կհայտնվեր սլաքի ծայրում, որովհետեւ նա էլ է 3 կիլոմետր շարժվել, իսկ կինը 2 կիլոմետր ավել անցած կլներ, հա։ Որովհետեւ անցել էր 5-ի 3-ի փոխարեն։ Ահա։ Գծագրի վրա ամեն ինչ հստակ է երևում։ Ու մենք տեսնում ենք, որ նրանց միջև հեռավորությունը
2 կիլոմետրով կարճացավ։ Այսինքն 1 ժամում կինը մոտենում է տղամարդուն 2 կիլոմետր չափով, այսինքն նրանց մոտեցման արագությունը 2 կիլոմետր ժամ է։ Շատ լավ։ Տեսանք, որ ամեն ինչ բարձ էր գծագրի վրա, ու սա կարող ենք արդեն օգտագործել միշտ, հա։ Եթե արագ ինչ-որ մեկը գնում է նույն ուղղությամբ շարժվող դանդաղ մեկ այլ մարդու հեծանվորդի ավտոմեքենայի հետևից, ապա արագությունները իրարից հանելով կարող են գտնել մոտեցման արագությունը։ Այլ է իրավիճակը, երբ դանդաղ քայլողն է շարժվում արագ քայլողի հետևից, կամ պարտադիր չի քայլողի, հա, կարող է ավտոմեքենա վարողի հետևից կամ հեծանվորդի հետևից լինել, բայց տվյալ դեպքում քայլում են ու կրկին ունենք 3 կմ/ժ արագությամբ քայլող տղամարդու, ով քայլում է 5 կմ/ժ արագությամբ քայլող կնոջ հետևից, նույն ուղղությամբ։ Պարզ է, որ կինը ավելի արագ է քայլում եւ հեռանալու է։ Բայց պետք է գտնենք, թե ինչ արագությամբ կհեռանա կինը այս տղամարդուց։ Դրա համար կրկին դիտարկենք, թե ինչ տեղի կունենա 1 ժամ անց։ Տղամարդը անցած կլինի 3 կիլոմետր, կինը 5 կիլոմետր։ Այս 5 կիլոմետրը տեղափոխենք շարժման սկիզբ ու տեսնում ենք, որ եթե մենք սկզբնական հեռավորությունը 5 կիլոմետրով տեղափոխենք դեպի ձախ, ապա քանի որ կինն է 5 կիլոմետր քայլել, ձախ սլաքի գլուխը կհայտնվի հենց այնտեղ, որտեղ գտնվում է կինը, բայց աջ ծայրը սլաքի չի հայտնվի այնտեղ, որտեղ տղամարդն է, որտեղ տղամարդը անցել է ընդամենը 3 կիլոմետր եւ անցել է 2 կիլոմետր պակաս։ Այսինքն հեռավորությունը նոր կլինի 2 կիլոմետրով ավելի երկար, քան եղել էր մինչ այդ։ 1 ժամում նրանց հեռավորությունը ավելացավ 2 կիլոմետրով, մոխրագույն սլաքը փոխարինվեց նարնջագույնով եւ փաստորեն իրենք հեռանում են իրարից 2 կմ/ժ արագությամբ ու դա կարող էին գտնել ուղղակի 5-ից հանելով 3, ինչպես գտանք վերևում, բայց վերևում մոտեցման արագություններ, իսկ ներքևում հեռացման։ Նույն ձևով կարող են գտնել նաեւ երբ նույն ուղղությամբ չքայլեն, հա, մեր երկու հերոսները։ Օրինակ, եթե նրանք գտնվում են իրարից հեռու ինչ-որ կետում եւ մոտենում են իրար, կրկին թող լինի 5 եւ 3 կմ/ժ արագությունով, այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Այստեղ ուղղակի 1 ժամ անց եթե դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել, 5 կիլոմետր կտրվել է ձախից, 3 աջից։ Ընդհանուր ճանապարհից պակասել է 8 կիլոմետր, նրանց հեռավորությունը փոքրացել է 8 կիլոմետրով, այսինքն իրենք մոտենում են 8 կմ/ժ արագությամբ։ Նույնը կարող ենք ասել այն մասին, երբ նրանք իրարից հեռանում են, ինչ որ կետից սկսել են հակառակ ուղղություններով քայլել, կրկին 5 եւ 3 կմ/ժ արագություններով, այստեղ ձախից կավելանա 5 կիլոմետր, աջից 3 1 ժամում եւ գումարային նրանք կհեռանան 8 կիլոմետրով։ Դե փաստորեն կունենան 8 կմ/ժ հեռացման արագություն։ Այսպիսով մենք երբեմն ունենում ենք խնդիրներ կապված նրա հետ, որ երկու մարդ, երկու մեքենա, երկու այլ առարկա օբյեկտ շարժվում են իրար նկատմամբ ու մենք այդտեղ գծագրերի միջոցով կարող են գտնել, թե ինչ արագությամբ են դրանք իրարից հեռանում կամ ինչ արագությամբ են դրանք իրար մոտենում։ Ու ահա այսպես ենք մենք հստակ որոշում արագությունը։ Այժմ օգտագործենք մեր ձեռք բերած գիտելիքը խնդիր լուծելու համար։ Կրկին նույն կինն ու տղամարդ են։ Նրանք գտնվում են իրարից 8 կիլոմետր հեռավորության վրա եւ կինը կրկին շարժվում է 5 կմ/ժ արագությամբ, իսկ տղամարդը 3 կմ/ժ արագությամբ, ու մենք պետք է գտնենք, թե երբ նրանք իրար կհանդիպեն։ Դե դրա համար պատկերացնենք, թե ինչ կլինի 1 ժամ անց։ Տղամարդը կանցնի 3 կիլոմետր, կինը այդ ընթացքում կանցնի 5 եւ եթե 3-ը տեղափոխենք սկիզբ, ապա կինը անցած կլինի 2 կիլոմետր ավելի, այսինքն հեռավորությունը կկրճատվի 2 կիլոմետրով։ Դե ուրեմն իրար են մոտենում 2 կմ/ժ արագությամբ եւ 8 կիլոմետր ճանապարհը կսպառեն 4 ժամում։ 8-ը բաժանում ենք ուղղակի 2-ի։ Ու գտանք, թե որքան ժամանակ անց նրանք կհանդիպեն։ Շատ լավ։ Հասկացանք, թե ինչպես հստակ որոշել արագությունը, այժմ հասկանանք, թե ինչպես ենք հստակ որոշում ճանապարհը։ Դրա համար լուծենք մի փոքր բարդ խնդիր, որտեղ ճանապարհը գտնելը այդքան էլ հեշտ չէ, եւ մենք ստիպված ենք ճիշտ գծագրեր գտել, որպեսզի դրանց միջոցով խնդիրը լուծենք։ Պատկերացնենք, որ ունենք ճանապարհ, որի վրա կա սյուն եւ այն շարունակվում է դեպի կամուրջը, ու գնացքը շարժվում է նախսյան կողքով 10 վայրկյանում, այնուհետև 240 մետր երկարությամբ կամուրջի վրայով 25 վայրկյան։ Մեզնից պահանջում է գտնել, ընդհանրապես ունենալով այսքան տվյալները, թե ինչ երկարություն ունի գնացքը։ Դե մենք առաջին անգամ ենք առհասարակ
գնացքի կամ ինչ-որ օբյեկտի երկարություն չափում իր իսկ շարժման ընթացքում, ու թվում է թե այն պետք է 1 վայրկյանում, նույնիսկ ոչ թե 1 վայրկյանում, այլ ակնթարթորեն անցներ սյան կողքով, չէ՞։ Բայց իրականում սյան կողքով մենք տեսանք հենց, որ բավական ժամանակ տևեց անցնելը, ու հասկանանք, թե ինչի վրա է ծախսվել այդ ժամանակը։ Նկատենք, որ շարժվելիս գնացքը սկսեց եւ ավարտեց սյան մոտով անցնելը համապատասխանաբար երբ իր քիթն էր հատում սյունը եւ երբ իր պոչը հասավ սյունին, չէ՞։ Մենք նկատեցինք, որ սկսեց անցնել երբ քթով հայտնվեց սյան կողքին, իսկ այժմ հենց ավարտն ենք տեսնում, որի ժամանակ պոչամասով, այսինքն հետին մասով գտնվում է սյան կողքին։ Իսկ ինչքան ճանապարհ է անցել։ Դե նկատենք, որ քիթը սկզբում գտնվում էր սյան կողքին, իսկ այժմ գտնվում է սյունից հենց գնացքի երկարության չափով հեռու, այսինքն գնացքը անցել է հենց իր երկարության չափով ճանապարհ սյան կողքով անցնելիս։ Իսկ ինչ տեղի կունենա կամուրջի վրայով անցնելիս։ Նկատենք, որ գնացքը արդեն կամուրջի վրա բարձրանալու պահին է ասել, չէ՞։ Եթե այժմ սկսի շարժվել, իր քթով բարձրանալու է կամուրջի վրա եւ շարժումը սկսեց։ Դե սկսենք շարժումը։ Գնացքը հասավ քթով վերջին, բայց դեռ դուրս չէր եկել ու դուրս եկավ հենց նոր, երբ պոչը դուրս եկավ կամուրջի վրայից, այսինքն քիթը հասավ ամբողջ կամուրջի երկարությունը անցավ եւ անցավ եւս իր գնացքի երկարության չափով, որպեսզի պոչն էլ դուրս գա գնացքի վրայից։ Սա անցավ ավելի մեծ ճանապարհ, քան հենց կամուրջի երկարությունն էր, անցավ կամուրջի երկարությունը գումարած գնացքի երկարությունը։ Ահա այսպես գծագրերի միջոցով ստացանք հստակ ճանապարհները։ Մնում է անել հաշվարկը։ Դե գիտենք, որ գնացքը իր երկարությունը անցել էր 10 վայրկյանում սյան կողքով անցնելիս, ուրեմն կամուրջն անցնելու վրա ծախսել է տակը մնացած 15 վայրկյանը։ Դե արագությունը այստեղից կարող ենք գտնել 240-ը բաժանելով 15-ի կստանանք 16 մետր վայրկյան։ Եվ 16-ը բազմապատկելով 10-ով կգտնենք գնացքի երկարությունը 160 մետր։ Կարող եք գծագիրը դնել, կրկին գծել ինքնուրույն ու կտեսնեք, որ ամեն ինչ ճիշտ է։ Գնացքը իրոք 160 մետր ճանապարհ է անցնում 10 վայրկյանում սյան կողքով անցնելիս եւ 400 մետր էլ անցնում է, երբ անցնում էր կամուրջի վրայով 25 վայրկյանում։ Շատ լավ։ Հասկացանք նաև, որ գծագրերը օգնում են մեզ հստակ որոշել ճանապարհը եւ մնաց, որ գծագրերը մեզ օգնեն հստակ որոշել ժամանակը։ Ահա։ Դրա համար լուծենք մեր հերթական խնդիրը։ Արան պետք է տնից գնար դպրոց եւ նա գիտեր, որ ամբողջ ճանապարհի վրա ծախսելու է 20 րոպե։ Բայց երբ նա անցել է 300 մետր, հիշում է, որ տանն է թողել օրագիրը։ Նա, եթե գնար դպրոց, թողնելով օրագիրը տանը, դպրոց կհասներ դասի սկզբից 3 րոպե շուտ։ Սակայն նա վերադառնում է տուն եւ վերցնում օրագիրն անմիջապես գնում դպրոց, հասնելով դասից 7 րոպե ուշ։ Մեզնից պահանջում է գտնել, թե ինչքան էր տնից դպրոց ճանապարհը։ Դե նկատենք, որ ունենք երկու իրավիճակ։ Առաջին իրավիճակը այն էր, երբ Արան օրագիրը չվերցներ ու շարունակեր գնալ, մինչև կհասներ տուն։ Դե այդ դեպքում ինչքան ժամանակ շուտ նա դուրս եկած կլներ տնից։ Հստակ որոշենք ժամանակը, հա։ Եթե ամբողջ ճանապարհի վրա նա ծախսում է 20 րոպե եւ այդ դեպքում հասնում էր դասի 3 րոպե շուտ, ուրեմն նա դուրս էր եկել դասից 23 րոպե շուտ, 20 + 3։ Շատ պարզ էր ամեն ինչը։ Իսկ այժմ դիտարկենք, թե ինչ է լինում, երբ Արան հետ է գալիս օրագրի հետևից։ Այս բան երբ նա դուրս է գալիս տնից, մենք գիտենք, որ նա 20 րոպե պետք է դեռ քայլի եւ 7 րոպե կուշանա։ Ուրեմն գտնելու համար, թե քանի րոպե է դասից առաջ այս պահը, մենք պետք է 20-ից հանենք 7 եւ 20-ից հանած 7 կտա 13 րոպե։ Այսինքն եթե գալիս է օրագիրը վերցնում է, ապա դուրս է գալիս տնից արդեն դասից 13 րոպե շուտ։ Շատ լավ։ Ուրեմն 23 րոպե շուտ էր դուրս եկել, գնաց 300 մետր, հետ եկավ եւ պարզվեց, որ 13 րոպե է մնացել դասին։ Ինչքան ժամանակ է անցել։ Ահա այստեղ գծագրի միջոցով մենք հստակ որոշեցինք ժամանակը։ Հասկացանք, որ անցել է 10 րոպե գնալ գալու վրա։ Իսկ քանի որ գնացել է 300 մետր եւ վերադարձել է 300 մետր, ուրեմն միայն գնալու վրա ծախսել է ժամանակի կեսը, 5 րոպե 300 մետր անցնելու համար, ու այստեղից մենք արդեն կարող ենք գտնել Արայի արագությունը։ 300 կբաժանենք 5-ի ու կստանանք 60 մետր րոպե։ Ուշադիր լինենք, որ այստեղ վայրկյան չէր, այլ րոպե էր, եւ 60 մետր րոպեով պետք է գտնենք, թե ինչքան ճանապարհ նա կանցնի 20 րոպեում, չէ՞, որովհետեւ ամբողջ ճանապարհը անցնում էր 20 րոպեում։
ամբողջ ճանապարհն էլ կհավասարվի 1200 մետրի։ Այս խնդիրը լուծեցինք առանց ունենալու արագություն, առանց ունենալու հստակ թե որ ճանապարհը քանի րոպեում է անցել, օգտվելով գծագրից, որի միջոցով գտանք 300 մետր անցնելու ժամանակը, եւ առանց գծագրի դա չենք կարող գտնել, մենք 5 րոպե տվյալ չունենք, չէ՞։ Ունենք 3 րոպե շուտ, 7 րոպե ուշ եւ 20 րոպե ամբողջ ճանապարհի վրա։ Բայց գծագրի միջոցով գտանք, որ 5 րոպեում է անցնում 300 մետրը եւ դրանից հետո արդեն խնդիրը հեշտ լուծվեց։ Եվ վերջապես այս դասի վերջում կլուծենք խնդիր, որը լուծելու համար առհասարակ բանաձևից չենք օգտվի։ Ունենք այսպիսի իրավիճակ. A-ից եւ B-ից երընթառաջ են դուրս եկել ավտոմեքենան ու հեծանվորդը, ավտոմեքենան 5 անգամ արագ է շարժվում եւ հանդիպելուց հետո շրջվում ու վերադառնում է A։ Իսկ հեծանվորդը հանդիպումից հետո շարունակում է շարժվելը B-ից դեպի A ուղղությամբ եւ հասնում է A ավտոմեքենայից 60 րոպե ուշ։ Մեզնից պահանջվում է գտնել, թե ընդհանուր ճանապարհի վրա B-ից A ինչքան է ծախսել հեծանվորդը։ Դե դրա համար նախ պատկերենք ամենը ավելի պարզ գծագրի միջոցով, որտեղ կգրենք միայն թե ինչ է տեղի ունեցել։ Նախ նրանք հանդիպել են եւ հեծանվորդը մինչեւ հանդիպման կետ ճանապարհ է անցել, ու քանի որ գիտենք, որ ավտոմեքենան 5 անգամ ավելի արագ է շարժվում, ուրեմն այդ ընթացքում մեքենան 5 անգամ շատ ճանապարհ անցած կլինի։ Շատ լավ։ 1 մաս անցել է հեծանվորդը եւ 5 մաս անցել է ավտոմեքենան։ Դրանից հետո ավտոմեքենան այս նույն 5 մասը հետ է վերադարձել, ու այդ ընթացքում հեծանվորդը նույնքան ճանապարհ կանցներ, չէ՞։ 5 անգամ քիչ, այսինքն 1 մաս։ Փաստորեն ստացվեց մեր ամբողջ ճանապարհը բաժանվել է 6 մասի, մինչև հանդիպման պահը հեծանվորդը անցել է 1 մասը, մինչև ավտոմեքենայի A հասնելը անցել է եւս 1 մաս, ու տակը մնացել է 4 մաս ճանապարհ, որը հեծանվորդը անցել է 60 րոպեում, որովհետև հասել էր 60 րոպե ուշ ավտոմեքենայից A կետ։ Շատ լավ։ Դե ուրեմն 1 մաս անցնելու ժամանակը գտնելու համար 60-ը կբաժանենք 4-ի ու կստանանք, որ հեծանվորդը 1 մասը անցնում է 15 րոպեում, իսկ 6 մասը կանցնի 90 րոպեում։ Փաստորեն B-ից A հասնելու վրա կծախսի 90 րոպե կամ 1.5 ժամ ժամանակ։ Լուծեցինք առանց որևէ բանաձև գրելու, հա, ոչ ճանապարհը բաժանեցինք ժամանակին, ոչ արագությունը բազմապատկեցինք ժամանակով, ոչ էլ ճանապարհը բաժանեցինք արագությանը։ Ուղղակի գծագիրը գծեցինք, տրամաբանական քայլեր արեցինք ու խնդիրը լուծվեց։ Դրա համար հիշենք, որ ամենակարևորը ճիշտ գծագիր գծելն է եւ գծագրի մեջ հստակ որոշելը արագությունը, ճանապարհը եւ ժամանակը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։